Հայ-հեղափոխական դաշնակցության Հայդատի հանձնախումբը աշխարհում հայտնի թերևս ամենամեծ հայկական լոբիստական կազմակերպությունն է։ Հույդա Հայդատի հանձնախումբն այս անունով գործում է ավելի քան 80 տարի, սկսած 1944 թվականից, սակայն նրա ակունքները գալիս են ավելի վաղ ժամանակներից։ Դաշնակցության հիմնադրումից ի վեր նրա գործունեության մաս են կազմել նաև արտերկրում հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերն ու առհասարակ նրա շահերի պաշտպանությունը։ Այդ հարցում կարևոր հանգրվան էր կուսակցության երկրորդ ընդհանուր ժողովը, որի ժամանակ որոշվեց թափ հաղորդել Եվրոպայում քարոզչական գործունեությանը։ Եվ ահա 1900 թվականին Փարիզում լույս տեսավ Պրո-Արմենիա հանդեսը, որպես հայ ժողովրդի դատի պաշտպանության միջազգային օտարալեզու հրատարակություն։ Պրո-Արմենիա ֆրանսերեն երկշաբաթաթերթ լույս է տեսել Ֆրանսիայում 1900-1914 թվականներին։ Հրատարակության նախաձեռնողն էր Քրիստոֆոր Միքայելյանը, գլխավոր խմբագիրը Պիեր Քիյարը։ Խմբագրական կոմիտեի անդամներն էին նշանավոր անհատներ Ժորժ Կլեմանսոն, Անատոլ Ֆրանսը, Ժան Ժորեսը եւ ուրիշներ։ Նպատակն էր ֆրանսիական եւ միջազգային հասարակությանը ծանոթացնել հայկական հարցին, հայ ժողովրդին ցույց տալ օգնություն եւ օժանդակություն, Եվրոպայում ուժեղացնել հայանպաստ շարժումը։ Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո ձևավորվեց Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտեն, որի նպատակն էր Հայաստանի անկախության ու պետականության պաշտպանությունը։ 1920 թվականին Հայաստանի խորհրդայնացումից հետո Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը նույնպես շարունակում էր լինել այն կազմակերպությունը, որի միջոցով հայ հեղափոխական դաշնակցությունը միջազգային մակարդակով վարում էր քաղաքական, հարաբերական եւ քարոզչական աշխատանքներ հանուն հայ ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչման եւ Հայաստանի անկախության վերականգնման։ Երկրորդ աշխարհամարտի ավարտին 1944 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայ հեղափոխական դաշնակցությունը կազմեց հայ դատի հանձնախումբ, որը Նյու Յորքում ունեցավ գրասենյակ եւ հայ ժողովրդի իրավունքների խնդիրը ներկայացրեց նորակազմ միավորված ազգերի կազմակերպությանը։ Դաշնակցության հայ դատի գրասենյակի առաջին պատասխանատուն Հայաստանի առաջին հանրապետության 4-րդ վարչապետ Սիմոն Վրացյանն էր։ Հայ դատ նստեության գրասենյակների եւ հանձնախմբերի ցանց է, որոնք աշխարհի տարբեր երկրներում իրականացնում են լոբիստական, դիվանագիտական եւ քաղաքական աշխատանքներ ի նպաստ Հայաստանի եւ հայության։ Հույդա Հայդատի գործունեության հիմնական առաջնահերթությունները ձևավորվում են ելնելով տվյալ պատմական հանգրվանում հայությանն ուզող գլխավոր մարտահրավերներից։ Այդ ուղղություններն են Արցախայության հիմնախնդիրները, Արցախյան շարժումից մինչև Արցախի հանրապետության անկախության ճանաչում, այսօր արդեն արցախցիների տունդարձի եւ այլ իրավունքների պաշտպանության հարցեր, Հայաստանի հանրապետության միջազգային կապերի բարելավումը, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, հատուցման հարցերը, ջավախայության խնդիրները, միջազգային հարթակներում հայանպաստ բանաձևերի եւ որոշումների ընդունումը, ինչպես նաեւ հակահայ բանաձևերի եւ որոշումների ընդունման կանխարգելումը։ Անկախ Հայաստանի ներքաղաքական իրավիճակից հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը միշտ նույն ակտիվությամբ իրականացրել եւ այսօր շարունակում են իրականացնել իրենց աշխատանքները։ Հայ դատի գրասենյակներ ու հանձնախմբեր կան աշխարհի բոլոր մայրցամաքներում։ Հայ դատի կառույցը բաղկացած է շուրջ 7 տասնյակի հասնող եւ աշխարհի շուրջ 30 երկրում գործող տարածաշրջանային, շրջանային, նահանգային եւ քաղաքային մակարդակների վրա աշխատող հանձնախմբերից։ Հույդա հայ դատի տարածաշրջանային հանձնախմբերն են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպայի, Հարավային Ամերիկայի, Ռուսաստանի, Մերձավոր Արևելքի հանձնախմբերը։ Բոլոր երկրներում հայ դատի գրասենյակները տարիներ շարունակ աշխատանք են իրականացնում եւ նույնիսկ անձնապես հարաբերություններ ստեղծում այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների եւ պետական կառույցների հետ։ Հենց այս աշխատանքն է տալիս հայանպաստ արդյունքներ։ Օրինակ, որևէ երկրի կողմից հայոց ցեղասպանության դատապարտման, նահանգի եւ քաղաքային խորհրդի կողմից Արցախի անկախության ճանաչման եւ շատ այլ արդյունքների։
Մի շարք կարևոր հաջողություններ, ինչպիսիք են օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի եւ Սենատի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, տարբեր երկրներում Արցախի բարեկամների խորհուրդների ստեղծումը, Ստեփանակերտում Արցախի բարեկամների համաժողովի իրականացումը, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում տարբեր հայանպաստ բանաձևերի ընդունումը, որոշ երկրներում հայոց ցեղասպանության մասին ուսուցումը կրթական դասընթացի պարտադիր մաս կազմելը պարտական ենք հայ դատի նվիրյալներին։ Այսօր էլ աշխարհի 4 կողմերում հայ դատի հանձնախմբերը կազմակերպիչն ու մասնակիցն են բոլոր այն բողոքի ակցիաների եւ ցույցերի, որոնք ուղղված են որևէ երկրում հակահայ նախաձեռնության եւ հայտարարության։ Հայ դատի հանձնախմբերը աշխարհում հայ ժողովրդի արդարացի պահանջների եւ ազգային իրավունքների համար պայքարի յուրօրինակ խորհրդանիշ է։